Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Թպատում, Սասունա ծռեր, պատմեց ալաշկերտցի Կարապետ Թամոյանը, գրի առավ 1932 թվականին Կարապետ Մելիք Օհանջանյանը։ Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ։ Են վաղտ մհերին եղավ երկու տղա, մեկի անուն դրին Դավիթ, մեկելին էլ Մանուկ։ Մելիքի կնիկ տարին թմավ պարկավ տղա մի բերեց, Մելիքի խսրախ լեցնավ մի որց քուրակ բերեց, ընցավ 2-3 տարի, մհեր ելավ գնաց Սասունասար, մի լավ բաղ մի տնկից անուն դրից Ծովասար։ Էդ Ծովասարի մոտ շինեց վանք մի, վանքի անուն բարձր մարաթուխ աստվածածին, էդ բան որ պրծավ իջավ գնաց Հայաստան։ Հայաստան հասնելուն Սիփանա սարի մոտ նստավ քիչը ըռհաթի։ Դու մի ասի էդտեղ գազի տակ մարդ մի տապերա։ Կնշնա ուրնետ ու անեղ ու կզարկա մհերի սրտի մեջ ու մհեր կմեռնի։ Ու էդ գեղի անուն կդնեն գազող։ Հմիել կա էդ գեղ։ Ձեն կհասնի Մսրա Մելիքին, թե քու ախպեր մհեր մեռավ, ուր դրած պահմանի համար Մսրա Մելիք մարդիկ ղրկեց, մհերի կնիկ ճիշտ բերել տա իր մոտ, համաձենով Օհան ու Քերիթորոս զուրանց հարց շտվին, 2 տղեն տվին տարան Մսրա Մելիքին։ Մսրա Մելիք տղեկներուց շատ հաց կեներ։ Մնոր կտներ ուր չոքերուն կխաղցուցեր։ Մեկ օր լե դրեր էր ուր չոքերուն կխաղցուցեր, Դավիթ ձեր թալեց Մելիքի մորուկ։ Թե Մելիք ուր չանկին չբռներ կքաշեր կճղեր։ Մսրա Մելիքը սավ կնիկ, իմ գլխուն ինչ փորձանքի կա իդա տղուց կիկա։ Ես պդի իդա տղեք կորցում։ Կնիկ դարձավ ասավ այ մարդ, հլա ճիժին, խելք ուրան ճուրը, բան չկտրին։ Ընցավ տարի մերգուս։ Էդ Դավիթ ճժերու հետ կերթեր կխաղեր ունին։ Մեկ օր լե Դավիթ ճժերունս հետ ճժեր, արիք իդա ծարենիմ ձի հեցեք, քաշեց ծարմը կզծուց, քախքի ճժեր հմեն հանեց ծար հեցացուց ու Դավիթ ծարի գլուխ որ չթողից, անմեկ ճիժ մեկ թարավ կացին։ Հալա հարի մկա ճժեր երկնքուց կիկան, մեկ կպադին տակ։ Ճժերու Տիր վտան եկան Մսրա Մելիքի կանգտվան, թե իդա Սասունացոր մեր ճժերու քոք բերից։ Մելիք ուր մեծամեցներ խանչեց ուր մոտ կսի հարեք, ձեր հետ բան միենինք։ Ես իդա ճժեր պդի կորցում։ Այ մարդեր, դու ինչ կսիք։ Կեսըսին սպաննին, կեսնելըսին ճիժեն, խելք չխասնի։ Մսրա Մելիքը սավ, թե ճիժեն բերինք, մի փորձ մենինք, տեսնինք հրա ճիժեն, թե ղաստիկ ենեն։ Բերին սինի մի ոսկի, մեկ էլ կաղնու կրակի քոս, դրեցին հոդի ներքև նստան, Մելիք Մանուկին բաց թողից, տեսնինք կրակի կերթա, թե ոսկու։ Մանուկ վազով հապկեց, գնաց թեմի կրակ վերցուց դրեց ուր մրթին մռուտ իրիցավ։ Սրեն եկավ Դավիթին։ Դավիթին որ թողեցին, Դավիթ գնաց դեմի ոսկին։ Աստծու հրեշտակ իջավ դարձուց Դավթին դեմի կրակ, են վաղտ խղճով մարդ շատ կար, չթողեցին Դավիթ հասներ կրակին, թե հարիֆի տղեն մեկ երեցին կայիբլու, մեկ էլ մենինք ամոթա։ Ու Դավիթին չթորգեցին։ Մելիքի կնիկ մհերի խաթր համար գողտու մարդ ղրկեց Սասուն Քերիթորոսին, քուտուն ավիրի Քերիթորոս, հարիք ու տղեկներ արտար, թե չէ Մսրա Մելիք կկորցու։ Երբ որ մարդ գնաց հասավ Սասուն, Քերիթորոսին էդ խաբար տվից, Քերիթորոս հեցավ վեցոտնեն լագզին, 1 ժամվա մեջ ջուրին հասուց Մսր։ Քերիթորոս եկավ Մսրա Մելիքի մոտ ասավ եկեր իմ ճժեր տանիմ, մեր շատ գիլա, սաքի աչքեր քորցերը, ու մեկ տակ տղեկ առավ ու գնաց։ Երբ տղեկ տարավ Սասուն, Դավիթ եղեր էր 10-11 տարեկան։ Սովքեն տարին ընկեր էր, մշուդաշտ ու Սասուն հատ չիկեր էր։ Մեկ օր Դավիթ ասավ Քերիթորոսին ինձ տար, միտեղ հոտաղ դուր, բալքի քանի մը կոտ կորեք բերինք աբրինք։
Քերի թորոսը սավ իմ կնի լակոտ, դու երթաս եղնիս մշակ կորեկ բերիս տանիս ճաղած աղաս բերիս, կումեր արմաղան թխա բերիք ու ձերքով տաս թե քերի թորոս կիր, ես չեմ ավտնա, Դավիթ շատ լաց թե քերի ջան, տար ինձ միտեղ վարձա, քերին տարավ Դավիթ մշուդաշտ, մարնիկ գեղ տվից հորթարած ու ինք թողից եկավ Սասուն, երբ որ Դավիթ հորթեր տարավ դաշտ, իրիկուն դաշտից հորթեր ժողվելոց, ինչքան աղվես գել, ապստրակ գազաններ կար, հավաքեց հորթերու հետ բերեց, լցրեց գեղ։ Գեղացիկ տեսան ջանավրներ, վախից դռներ փակին, Դավիթ տեսավ, որ մարդ չեկավ դուս, բորած, հայ գեղացիկ, դռներ բացեք ձեր հորթերներ սարեք, որներ երկուս արեր իմ 4, որներ 3 արեր իմ 6, որներ 4 արեր իմ 8, որներ 8 արեր իմ 16։ Տեսավ, որ մարդ դուր չբան, ինքն ենքան ավազե գազաններու հետև դադրեր, ջարդվեր մնացեր էր, քաշվավ պատիտակ ու քնավ։ Գազաններ փախան գացին սարեր, հորթեր մացին գեղ մինչև սաբախտա, նոր լուսցավ, աշկեցին տեսան մինակ հորթերին, քաշեցին Դավիթին ծեծեցին։ Դավիթ գեղից դուս մի տեղ մի քնավ։ Քերի թորոսը սավ կնիկ, երթամեն տղի հասալին։ Քերի թորոս եկավ գեղ հարցուց, թե մեր տղեն Դավիթ ուրա, ինչքան մարդ կար քրվեց, ինչքան կնիկ կար անիծեց, քերին գնաց տղին գաշելու, տեսա, որ մեկ տեղ քները, էնպես մի լանգա զարգեց, որ թե Դավիթ չեղներ ուրիշ եղներ 7 ղատ գետնի տակ կերտեր։ Դավիթ քնից ելավ տեսա, որ քերի թորոսն է, ասեց, քերի ջան, հենչի կզարկի սնձի։ Քերին ասեց, իմ կնի շան որդի, ես քեզի չսեցի որ դու ելնիս, քո ձեռքով հաց բերիս տաս ընձիկ, ես չեմ ավտնա։ Դավիթ ասավ քերի ներողութեն, Են լբոք հորթեր ընձի շատ չարչրեցին, էդոր համար գեղացիկ էլ ընձի ծեծեցին դուրսերին, ասավ անխելք Սասունացուր, են որ շատ կփախնի, ენი մը բեր, են որ շատ չփախնի, ენი տուր առեջ ու բեր։ Ես անգամ քերին առավ Դավիթին տարավ ուրիշ գեղ երեց նախրորդ, ու ամեն բան են որ ասեց, խրատ տվեց, թե լաո, ես տեսակ մալ կպային։ Դավիթ ասեց, լավ գնա, քո ասացի պես կպայի, մը վախենա։ Քերի թորոս գնաց Սասուն։ Դավիթ նուրբետ վերցուց նախիր տարավ, ըստախ Դավիթ լավ մալ պայից, գեղացիկ կորհնին Դավիթին, հարի մկայի դամլան ախրորդ մզիրաշ չեկերա։ Դավիթ մոտիկ գեղի նախրորդի հետ աղբերին եղած, ենի ամեն բան խրատ գիտեր Դավիթին։ Մեկ օր ուր աղբեր նախրորդ մալ անական բերեց, Դավիթ ասավ ուր աղբոր, Էդ հորի հմալ անըկցուցիր, են էլ ասաց Դավիթ ջան, քո գլխուն արևուն մերնիմ, մեր գեղ խերու հրիսա են դրած։ Կայնավոր բալքի քիչ միուտինք են էլ չեղավ, ժամեն անական գելնին, քու վախու շուտ էլ այգա։ Դավիթ ասավ աղբեր ջան, քու մալին մուղայդ կեցի, ես կերթամ կզի հրիսակ բերիմ։ Ասավ լավ, ես կկենամ դու գնա։ Ու Դավիթ ելավ գնաց այդ նախրջուկեղ, հարց ու փորձ էր ավեսու օրենոր, թե հրիսեն որ տունը դրած, ասեցին են տուննա, ու մտավ Դավիթ այդ տուն, տեսավ հրիսեն թնդիր, մեկնիկ լեկոյնուկա, ասեց նանե ջան, նանե, ինձ մի խելքի հրիսա տուր արնինք տանինք կոմինք ուտինք, ասավ դե կորիս սոսունա ծուր, չգինաս որ ժամեն դրչելացին, Կեցի ժամենելն են, տեր ժամենիկա հրիսեն օրշնա, նոր հրիսեն կուտին, դուլ է կուտիս։ Դավիթ ասավ նանե ջան, մալին մոտ մարդ չկա, մալեր կկորին, օր ասավ նանեն կրվեց, Դավիթ լե հերս ելավ։ Ձեր տարավ կարաս թունտրեն հանեց, կապ թալեց, կարսին շալկեց, տաշտ լե դրեց գլխուն, եղի փարխաչ առավ ձեր, Ինչքան որ հաց թխացին դրեց ունդ, ինչքան կտել շերեպ կար,
ժողվեց առավ գնաց դաշտ, կնիկ վազեց հավար տվեց ժամ, ձեր տուն ավերի այ գեղացիկ, սասունացուր Դավիթ եկավ, Հրիսեն ու հացեր զմմեն, հավաքեց տարավ, գեղի ջհելներ ընկան էդև, բայց խելոք մարդիկ կար, դարձուցին ջհելներ ասին թե ծզիկ ջարդա, թղտանա, Դավիթ լե երբ հասավ ուր ընկերի մոտ, ընկերն իատ կախած նստեր էր, Դավիթ լե Հրիսեն ու հացեր տրից, հարցոց հորի էդ մալ նիատ կախերիս, նախրորդը սավ Դավիթ ջան, ես նիատ չկախիմ, բա որ կախա, դու օրգացիր քզնե եդև, 40 հարամի եկան զարգին, քու նախրից 40 մալ տարան, կսա բան չկախ բեր ջան, դու Հրիսենկեր ես կերթամ կբերեմ, ու ընկավ հարամու եդև, շատ գնաց քիչ աստված գինա, գնաց հասավ մի սարի դոշ, տեսավ որ էդ սարի զնարներու միջից մուխ կիկա, բրնեց մուխ գնաց մուղարեն, տեսավ որ 40 հարամին 20 կովեր մորթացին, 20 մալ դրսալամատին, դուր կտրից մտավ ներս, հարամեստանու 40-ի գլուխ լե կտրից, վերցուց տարավ թալից դուր, մտավ էդոնց մաղարեն, գաշեց, տեսավ որ մեկ տեղ լիք ոսկի է, ուր հաբան լիք լծրից ոսկին, մորթած մալերու կաշին ու գլխներ, լծրից ենոնց պղնձի մեջ, 20 մալ էլ տվից առեջ, պղինց լե շալկից եկավ գեղ, մնացած մալեր լե նախլորդ թոփարեց, բերեց եկավ տիրվտաններուն, լսավ ես ձեր մալերու կաշին ու գլող, եսա պղինց լե կծախիք, շատ վնասենողին կտակ, էլ ես նախրորդ չմեղնի կերթամ ու էլավ գնաց սասուն։ Գնաց արմաղանին սավ արմաղան թորոսի կուրնա, նանե մի տեղ թալ ես կքնիմ, ասավ կքնիս դժող քնի, ընչի եկար, Դավիթ պարգավ քնավ, 3 օր 3 գիշեր Դավիթ քնուկ մնաց, են վաղտ քերի թորոս տուն չեր, քերի թորոս երբ եկավ տուն, տեսա որ Դավիթ քներա, Համա լանգ է միջավ Դավիթի գլխուն որ կսես թոփ հազարգե, Դավիթ քնուց ելավ ասավ հորի կզարգի սնծի, ասավ շան լագոտ, ես քեզի ասիցի, երթաս նախրորդ տեղնից քուհախ կորեք արնիս տանիս չաղաչ, աղաս, բերիս, քումեր արմաղան թխակ ու ձերքով հաց բերիս, 10 ընձիորուտիմ չեմ հավատա, Դավիթի խելք ընկավ գլուխ, նստուկ տեղ հարցուց քերի թորոս, մենք քանի տղա մարդինք, ասավ աստված արևը չիտա, քեզնով մենք 40 մարդինք, լավ ասավ, մենք քանի ջվալ ունինք, ասավ աստված քու արևը սպանակ ու ջվլով 40 ջվալ ունինք, Դավիթ ասավ քերի ջան, ման եղնա, էլի մեր մարդոց խաբար արա, ջվլներ արնին երթանք ոսկի բերինք, դեսուս շոն որդիցուր կորեք չբերա ոսկի կբերա, են վաղտ Դավիթ ուր մեջքեն արցկեց հաբան, ոսկին դարտկեց քերի թորոսի առաջ, քերի թորոս ոսկին որ տեսավ, վայ Դավիթ ջան ասավ, քու գլխուն արևուն մեռնիմ, բռնեց Դավիթի երեսներ պոկեց, ամեն էլան 40 հոգով առան ուրեն չվլներ ու չվներ կացին, Դավիթ լենգավ ուրենց առաջ, տարավ էդոնց էդ մղարեն, քերի կորտեսան էդ հարամեստանու գլուխ ջանդկները սկսեցին ուրան էդևից փախնել, Դավիթ դարձավ ու փորած, քերի թորոս, ուր կփախնի, կսպաններիմ, դու մերելից կփախնիք, հբա սաղերուց իմալ բդի եղնիք, ու սաղ դարձան եկան մտան մուղարեն, ոսկիք լծեցին ուրան չվլներ, շալկեցին ու եկան ճանպախ, երբ ոսկին բերեցին սասուն, քերի թորոս գնաց մշու քաղաք, իր գտներ ուստեք բերեց, սկսեցին ուրենց լավ տներ շինեցին, Են վաղտ Դավիթ եղավ տանազիզ, վերցուց ուր գուրզ ու կաման նետ ու անեղ, ընկավ ուրեն ավջթենի, ուրենց գեղի պարվու կորեկի արտու մեջ, ամեն օր ճնճղուկ կզարգեր, ոսկին բերեց ելնչի դարդկենի, մեկ օր լե պարավ տեսա, որ Դավիթ ուր կորեք կտրորա ասավ Դավիթ, չարս քզի տանա, գրող քզի տանա, դու են հոր տղենիս, աստված ողորմի առուց մհերի հոգուն, Են օր կար, խեղճերու պաբում ամեր, իմ գուման էդ փշում կորեկնա, դու լե եկար տրորեցիր, որ տղամարդիս, են հոր տղենիս, հորի չեր թաստով ասար,
մսրամելի կեկերա, կուհոր սար զավթերա, բաղ չատ ընկերա, հնդոր մեջ հմեն բանկա, չսեր թա ենտեղ հորսենես, կիկասիմ կորեք կտրորիս, ասավ, նանե ջան, կլխուտ մերնիմ, ետ որ տեղնա մսրամելիքի ծովասար, պարավասավ գնա կերի թորոսին ասա, ենի ծովասարի տեղ գինա, Դավիթ եկավ տուն, հարցուց քերի Թորոսին, իմ հոր ծովասարի տեղ կսիս ասա, չսիս հացն ու գինին տեր կենթանին, մի գորզ մի քզի կզարգիմ, քերի Թորոս տեսավ, որ Դավիթի ծառութեն բռները ասաց, լաո, մհերսոտի, արի տանիմ քզի նշանց գիդամ, ենոր տարավ պտծուց ուրիշ տեղ, ենսարլ է մեծ մեշայր, ասավ, իդայը, քու պապուծով ասար, Դավիթ լե մեկ հանի հատ գել, արջախվես զարկեց, շարեց ուրպեդի ճոտ, եգավ տուն, քերի Թորոս ասավ Դավիթ ջան գլխու տարևուտ մերնիմ, իմ թամբեն կպայիս, ես իրեք կողմ կերթաս, ամա արևմտյան կողմ չսերթա, չունքի ենտեղ կոչով բոլոչ կա, քզի կուդա, Դավիթ ասաց քերի ջան, էդ կոչով բոլոչ հերևանց մարդու կգլու, Թեկը մոտիկնա էդև կգլու, քերին ասավ հերևանց, Դավիթ ասավ օր հմալա, ես չմերթադենի, ասկսավ իրեք թարավ մանգալ, բան մչթողից, մեորել ենքան զվրնեց, ձեր բան չնգավ ասավ վալա, կերթամ էդ կոչով բոլոջի թարավ, ասավ ու գնաց դեպի դենի, քիչ մի գնաց ինչ տեսավ, Տեսավ մի հոտաղ ընկերա մեկ գմշու հետև, կմեշք պախնի ինք լեկլար է, Դավիթ քաշեց ուր գուրզսավ քերի Թորոսի սած կոչով բոլոչ ըղորդա, ասավ որ զարգեր գմշուն հոտաղ փորած, Էսավ իմ կնի սասունացուր, էդ գմեշնա մրումուդնա, Դավիթ ասավ իմալ, ելի կոչով բոլոչ չէ, Հոտաղը սավ այ մարդ, աշկա վերև, տեսքու հոր սարնա, ծովասարնա, աշխարկ էդ գմշուց լծած վար կենեն, Դավիթ շնորակալ եղավ հոտղուց, ելավ գնալց դեպի ծովասար, ելավ սարի գլուխ տեսավ 4 թարավ պատը, դորվի զվրնեց դուր չկար, չեղավ, կանչեց Դավիթ, յա բանցրիկ մարաթուխ աստվածածին ու գուր զարկեց պատը բլավ, մտավ ներս ինչ տեսավ, Ամեն չեշի ճանավրներ լիքնա մեջ, Մեկանի հատ ճանավար զարգեց, շարեց ուր պեդին, տրեց ուր պիջին, մնացածներուն դարձավ ասավ, գնացեք ծզի համար աբրեք, դարձավ էդ պատեր զմեն կանդեց, ծարներ կոքեն հանեց, երեց Դավիթի ավեր, ուր ճանավրներ զմեն շալգեց եկավ տուն քերի Թորոսի մոտ ասավ, քերի Թորոս, հմալ տեղ մի գդերիմ, Որ լիքն է դա ճանավրներուց, ասավ քու արև մերնի լաո, գացերիս մսրամելիքի ծովասարն իս կանդե, լուսուն գիգա, մենք ինչ ջուհապ տանք, կիկա ամբողջ սասուն կչարթա, Դավիթ ասավ քերի, մսրամելիք ինչ իրավունք ունի, իգա մեր աղբին ուրիշ բանշինա, ասավ ու հերեցավ գնաց, մենք խաբար տանք մսրամելիքից, Խաբար տվածին մսրամելիքին, թե քու աղբոր տղեք նոր դու պայեցիր, Են Դավիթ էլերա, գացերա քու ծովասար քարուքան դարերա, Մելիք երբ որ լսեց իդապան ասավ, իմ հոր խոսք կատարվավ, չունքի էդ մելիք մերեր էր մհերից ելած մելիքի տղեն, էլեր էր մսրա թակավոր, Էնել Դավիթից պակաս չեր ուժից, Մելիք կխանչա իրեն մարդիկ ուր մոտ կխանչա, զորքի մեծին, կոզբադինին ու կսա, կելնիս կերթա սասուն, կպերիս օխտը տարվա խարաչ, քարսուն էրգան կնկտիկ մզի ուխտեր բարնան, քարսուն կարճ կնկտիկ մզի էրգան խաղան, քարսուն կուս աղջիկ մզի արմաղան ու մանուկի աչ բազուկ ու Դավիթի գլուխ, Էդպես ասելով կոզբադին, սուդին, չարխադին ու բադին, քարսուն ձիավոր ընկան ճամփախ դեպի սասուն, Երբ որ հասան մեկ գեղ, էդ գեղի կնկտիկ որ տեսան սկսեցին ասել ու պարել, բարով բադին, չարխադին, ուր կերթակ էդպես վազան, կոզբադին ու սուդին, դարձած էդպես գազան,
Կոզբադին վերուց կնգտոցսավ քակոտ պապեր, մտեք տուն արեք շիվան, էլեք դուրս արեք դիվան, կերթանք սասուն առ ու թալան, մուղալ եզներ բերենք լծան, սիրուն կովեր բերենք կտան, քարսուն երգենք կնկտիկ ուղտեր բարնան, քարսուն կարճ կնկտիկ երկան կաղան, քարսուն կուս աղջիկ մզի արմաղան, դարձավ մի կնիկսավ, սասունա ծրեր թե ես գիտեմ, ձեր ուզած թետան, ու սեցին ու գնացին, հասան սասուն ու կանչին քերի թորոսին, մելիքի հրաման տվեցին ենդորսին, քերի թորոս, մելիք գուզա, օխտը տարվա խարջ ու խարաջ, քարսուն երգան կնիկ ուղտեր բարնան, քարսուն կարճ կնիկ երկան կաղան, քարսուն կուս աղջիկ մզի արմաղան ու մանուկի աչ բազուկ ու Դավիթի գլող։ Քերի թորոս շվարած, սկսավ գեղից կնկտիկ հավաքել, կուսաղջիկներ հավաքել, ժողվեց, լցեց, մեկ մարակ, գնաց տուն առավ կոտ նստեց, Դավիթի բերած ոսկին չափեց։ Են վաղտլե, Դավիթ կացեր էր պարվու բոստան շաղգամ կուտեր։ Պարավ տեսավ Դավիթին ու անիծեց, Դավիթ, բալքի դու մեռնիս, եգերիս մտերիս իմ բոստան կավիրիս, մեկ աղջիկ ըմլե ունինք մսրամելիք եգերա ու կտանա, տյա քերի թորոսն էլ գացերա, քարսուն կոտ ոսկի կչապա։ Դավիթ մոտեցավ պարվուն ու ուսավ, այ պարավ, էդ ինչ հակազրցիս, էդ ինչ աղջիկա, էդ ինչ ոսկիա, Ասավ Դավիթ, գրող քզի տանի, դու էլ երիս գացերիս մսրամելիքի ծովասար քանդերիս, մսրամելիք հերսոտելա, քարսուն ձիավոր գրկերա, քարսուն հատ հարց, քարսուն կնիկ, քարսուն աղջիկ, քարսուն կոտ ոսկի գուզա։ Աղջիկներ կնգտիկ լցած մարակ, քերի թորոսն էլ հանա ոսկին գչապա, պարավսեց Դավիթ լեկ գնաց։ Դավիթ գնաց տեսա, որ քերի թորոս նստեր քրտներ ոսկին կհամրա, կոտ ձերքից խլեց ըսավ քերի, դուր ես չապիմ, կոտ նարավ, ոսկու մեջ մտուց որու թարավ, լցեց ոսկին կոտի որին ու սիլաջակ զարկեց, մի հատ ոսկի չմնաց կոտի որին, դարտակ կոտ դարտկետ չվլի մեջ ու ըսավ մեկ, Կոզբադին հերսոդավ ըսավ, ինչ տղաուտ ենքենիս, մարդու պես կործերա, մենք քո տղա չինք, ըսավ ու մի սիլլա Դավիթի վզին տվեց, Դավիթ լե հերսոդավ էլավ կանգնավ, կոտ վերցուց Կոզբադնին զարգեց, թե Կոզբադին կլուղ չտաներ մեկդին, վիսկը կտրեր կլուղ կերտեր, ու բրնեց Դավիթ էդ մեծ որներին, ագրեկ քաշեց, զարգեց ճագատ, քարսունից մինակ չորսին թողեց, իսկ մնացածը սպաննեց, ըսավ, գացեք ձեր մելիքին խաբար տվեք, թե են մհերի տղա Դավիթ երեց, տղամարդա թող գա, էդ մարդիկ ելան, հեծան ուրենց ձիեր ու հայ դե մսր։ Երբ հասան ենգեղ տեսան կնկտիկ դուր նորից կայնուկին, սկսեցին կնկտիկ էդոն ծաղրել, դու գնացիք էդպես վազան, ինչըխ հերսոտ կելու գազան, ընչի եկակ ինչըխ շունը վազան, Կոզբադին դարձավ հերսոտ ասեց, քակոտ պապեր, մտեք տուն իրեք շիվան, էլեք դուրս երեք դիվան, մենք կերթինք սասուն առութալան, մուղալ եզներ բերինք լծան, կերիկ կովեր բերինք կթան, երկան կնկտիկ ուղտեր բարնան, կարճ կնկտիկ երկան կաղան, կուս աղջիկներ մզի արմաղան, քարսուն բեր ոսկի շողշողան, աշխարկ մսրատ ձեր կտողան։ Մենք չգիտինք սասուն քար ու կապան, մարդու գլող կդարձուն պատուհան, ու անցան գնացին մսր։ Երբ հասան, պալատին մոտեցան, մսրամելիք հաշկեց տեսավ, որ իրեն մարդիկ եկան բերաններ բաց, մելիք ըսավ իմ ըսասներ բերած են, խաբար տվողներ ծիծխալով կիկան։ Երբ եկան մելիքի մոտ տեսավ Կոզբադին, սուդին, չարխադին ու բադին, ագրեկ շարուկ ճակած զարգած, հերսոտավ ըսավ, եդ ինչ եղից ըզի, Կոզբադին ըսավ թակավոր սաղ մնաս, սասունա մեջ մի մարդ հատուս եկիք ու հրաման չլսեց մեր զորկը սպանեց։ Մեզ իլ է սպես երեց ու ուսավ, գացեք ձեր թակավորին ըսեք, թե տղամարդա թող գա։ Մսրամելիք հերսից պտի ճղեր, մտավ ներս տանակ զարգեց ու սիրտ ճղեց թուկ տարավ ու գրեց։
Թղթիկ մի գրեմ հարավային, թղթիկ մի գրեմ հյուսիսային, թղթիկ մի գրեմ արևելյան, թղթիկ մի գրեմ արևմտյան, իմ բոլոր զորքին ու զորապետին, եկեք խաչ պարոններ, սակրի գլխներ, լենճակատներ, թիակ լեզվներ, եկեք վարգյավուրին, սաֆար է որ սաֆար է։ Մի շաբթվա մեջ Մսրա Մելիքի հրաման կատարվավ, 40 տարեկանից չուրի բռնա 15 տարեկան, ամեն տղամարդիկ ժողվան եկան, Մելիք իրեն զորքով պատրաստվեց։ Հայդա Սասուն, դու դոր ես, էգա քզի, էգավ մշուդուրան, չադրներ զարգեց։ Քերի Թորոս երբ որ լսեց Մսրա Մելիք շատ ասկրով եկե մշուտաշ տրեր նստերա, կանչեց ձենով օհանին ասավ բերեք մենք 40 հոգին, Դավիթն էլ հետ նստին քեֆ միենենք, խապինք Դավիթին, խմցունք, էլնինք տանինք այդ աղջիկներ, ոսկի բաներ տանք Մելիքին, մենք էլ անցնենք ընդոր թրի տկով, բալքի Մելիք խղճա մզի։ Ասեց ու այդպես երեցին։ Բերին օղտ տարվա գինին, քասեք դրին, խմեցին, 40 հոգին տվին Դավիթին, Դավիթին խմցուցին, դարձուցին շող շաղագան, սմբուլ գդագան։ Դավիթ քնավ ու քնավ։ Քերի Թորոս 40 չադր վերցուց, ելավ իջավ մշուտաշ տեսա, որ երկնքի աստղերու հեսապ կա, չադրներու հեսապ չկա։ Քերի Թորոս լեսարի միտոշ 40 չադր զարգին ու նստան։ Դավիթ շատ էր պարկեքիչ աստված գինա։ Այն ժամանակ արմաղան ուր մտքի մեջ ըսավ Մսրա Մելիք, ենտեղ կսպանա ուրենց տղեք, կիկա էստեղ էլ Դավիթին կսպանա։ Այդպես միտքերեց ու լաց։ Արմաղանի աչքերուն արտսուկ թափավ Դավիթի երեսին։ Դավիթ խնուց շիտկավ ելավ նստավ ու ուսավ նանե ջան, ես մերեր չիմ, հորիկ իլաս, հպա ինչ է եղի։ Արմաղան դարձավ ըսավ Դավիթ ջան, ես չիլամ որ լա, Մսրա Մելիք եկե շատ զորքով, մշուտաշ դրերա նստեր, Քերի Թորոս, տղեք գնացերին, չգիտեմ իմալ եղավ, էդոր համար գիլամ։ Դարձավ Դավիթ ըսավ նանե ջան, որ հմալա, էլի երկու կոտ գլգլ պիր, խարգա, Էրա աղանց տակ-տակուտին բալքի մերնիմ Մելիքի երես չտեսնիմ։ Դի արմաղանի խելքլե կնգա խելքը, էլավ երկու կոտ գլգլ խարգեց, դելից տակ-տակին պերան որ մերնիմ, երկու կոտ գլգլոր կերավ ըսավ նանե, էդրմով չմերա, էլի նախրգնից նուկանոց քարեր բիր, թալ վար կրակի մեջ ուտի մերնիմ ազադիմ։ Արմաղանի խելքլե կտրեց, Բերից քարեր տակցուց, դեսավ Դավիթ ջան, դեկեր, Դավիթ ըսավ նանե ջան, մինչև զեդոնք վերցում կպաղի, դուք ու ձերքով վերցու թալին բերան։ Արմաղանը երկու ձերով վերցուց քար որ բդի թալեր Դավիթի բերան, Դավիթ երկու ձերով սեղմեց ըսավ նանե, հորս ինչ կա սա, թե չէ ձերներդ կվառեմ։ Արմաղանը ըսավ վայ լա օթող կսիմ։ Դավիթ բաց թողեց արմաղանի ձեռներ, արմաղան պատմեց ըսավ լավ, ինչպես որ քուհեր մերեր էր, քուրկե ջալլադին, թագը գլխին, կամարը մեջքին, խաչը պատարակին պահվածին, քուհոր օդեն, քուհոր ախոր, ոչոք ձեր չտվերա էդոնց, թե կրնաս գնա արբիշ։ Դավիթ էր մտավ հորախոր, երկը թե դուր փակված էր, խանչեց բարձրիկ մարաթուխ աստվածածին, դուռը վերցուց մեկդին դրավ։ Ձին քաշից, թամքից, գյամից, մտավ օրոդեն շորեր հանից վերցուց թուր կայծակին, կապան, գոտին առավ, եկավ, թուր կայծակին կախեց կշանից, 3 գազ բաժից ավելցավ, կամարը մեջքին կապից, 7 փաթ մեջքին եկավ, թագը գլխին դրավ գլուխ, ինչպես մուկ պատիկ արաս։ Բերից 40 լիտր բամբակ սեղմից թագնոր տեղավորվավ ուր գլուխ, ելավ ձիու վրեն նստավ։
Քերի թորոս մեկեն եկավ ասավ 1000 ափսոս գնաց խաչը պատարակին 1000 ափսոս գնաց թուրը կայծակին 1000 ափսոս գնաց գոտին մեջքին 1000 ափսոս գնաց թագը գլխին 1000 ափսոս գնաց քուրկի ջալլադին Դավիթ որ տեսավ իրեն համար բան չկա դարձավ քերի թորոսի նոր բդի զարգեր Քերի թորոս միտք հասկացավ ասավ ափսոս 1000 ափսոս մեր սիրուն Դավիթին օրսավ Դավիթ դարձավ քերի թորոսին քուվիս կոտրեր հետի խոսք չսեր Հացն ու գինին տեր կենթանին քզի գուրզ մի պտի զարգենք Քերի թորոս տեսավ որ Դավիթ վճռեց պտի երթա ափսոսած Դավիթին ասավ Դավիթ ջան կայնի Են որ դու պտի երթաս աստված քու խետ եղնի Մի բան թամբիկ են իմ լսիր Որտեղ որ քուրկի ջալլադին կայնի ենտեղ կկայնիս կմնաս ռահաթիս Ու Դավիթ էլ քերու ձեր պակեց Դե մնացի բարով քերի մնացի բարով ու ձին քշեց գնաց Դավիթ ձին քշեց խելիտեղ մեկ էլ ձին կայնավ մնաց Դավիթը սկսեց ձիուն ծեծել զանգվով ձիուն այնպես զարկեց որ ձիու երկու կող կոդրավ ձին չոքավ չգնաց Նոր միտք ընկավ հորեղբոր ասած խոսք իջավ ձիուց այդտեղ ձին թորկեց արածա ինք էլ պարգավ քնավ Շատ քնավ թե քիչ մեկ էլ երազի մեջ տեսավ մեկ մի բերեց մսեխաչ դրավ Դավիթի աչ ծծին ու կանչեց ասավ Դավիթ քանի օր ես խաչ չսևցերա դու թշնամուն կհաղթիս մուղատ կեցի սուտ տեղ էդ խաչ չերթվիս ինչ բանի օր կերթաս էդ խաչ միտքը դիբեր ասավ ու գնաց Դավիթ շիտկավ տեսավ որ ուղորդ խաչ ուր աչ ծծինը մեկ լե պարգավ քնավ մեկ մի կայնավ ուր գլխու վերև ասաց Դավիթ Դավիթ ձին կնստիս կքշիս կերթաս ճամփու վրեն մի պողպատի սուն կա թուր կքաշիս կզարգիս թե կտրեց քուբան հաջողը թե չկտրեց հետ դարձիր տուն գնա Տեղ նոր պարկերիս սուրպա Բարձրիկ մարաթուխ աստվածածինը Ասավ ու անհետացավ Մեկ լեքնից շիտկվավ տեսավ որ թագը գլխի նմալա կամեր Որ աչքեր դուրս կիգա Գոտին մեջքին հմալա կամեր որ կսես թե մեջք կկտրի Դավիթ ելավ թագի միջից հանեց 40 ղիդր բամբակ հանեց Դրավ էդ տեղ ասավ Յա բարձրիկ մարաթուխ աստվածածին թղեսի եղնի քզի պատրուկ Գոտին մեջքով, թուրը բաժով, ոտնամանը ոտքերով Ինչ որ չապիս ձևիս շինիս Հելավ, լվացվավ, կանչեց ուր աստված Մարաթուխա սուրբ աստվածածին Խաչ պատարակի նոր ուր աչ կողին Ձին քշից գնաց մի քիչ Տեսավ պողպատի մի սուն է տեղ կայնացա ճամփու մեջտեղ քաշից թուր կայծակին կանչից յա մարաթուխ սուրբ աստվածածին հացն ու գինին տեր կենթանին խաչ պատարակի նորի մաչ կողքին թուրը զարգավ սանը այնպես անցավ որ սունը մնաց էլի կայնաց Դավիթ հուսահատվավ ասավ թևիկ դու թուլնաս Թրիկ դու գուլնաս, ընձիկ չթողեր անմուրաս Են վաղտ քուրկի ջալլադին լեզու ելավ ասավ Դավիթ ջան, մի հուսահատվիր, փչես սան Դավիթ մոտեցավ սան փչեց, սունը կտրած տեղից վար ընկավ Դավիթը սկսեց ուր Աստծուն աղոթել ու ընկավ ճանապարհ Գնաց, հասավ սարի գլոխ Տեսավ էդ մշուտաշտ, տեսավ Ինչ տեսավ Երգնքի աստղերուն, ծովի ավազներուն հաշիվ կա Մսրա մելիքի չադրներուն հաշիվ չկա Դավիթ ուրձին քշեց, գնաց Շատ չադրներու մեջ հարցուց Թե մելիքի չադր որ մեկնա Են մարդ դարձավ ասավ Քորիս
տիականա չադր, ոսկի խնձոր վրենքը վարվրի, են է մելիքի չադր։ Դավիթ զին քշեց գնաց, մելիքի չադրի մոտ կայնավ։ Են վաղտ մելիք քներ էր։ Դավիթ ասեց, թե «Էй, ձեն տվեք, թե վաղ կռիվա ընձի մոտիկ տեղ ղոնախ տվեք, թե վաղ կռիվ չէ, հերու տեղ ղոնախ տվեք, ասին թե մելիք քնած այն օր ժամանակ օխտնորա, 4 օր քներա, 3 օր կա։ Դավիթին կտանին հերու տեղ մի ղոնախ կտան։ Դավիթ 3 օր կմնա այդտեղ։ Դավիթ քուրկի ջալադին լավ կթիմարեր կպայեր։ Լուս դեր չբացված զինքը թամքի կհեզնի ու ցենով կբորա. «Ով քնուկա շուտ զարթնցեք, ով զարթնացա ձիանք թամքեցեք, ով թամքացա ձիանք հեցեք, ով հեցացա սուր քաշեցեք, չսեք Դավիթ գող եկավ գող գնաց»։ Այդպես ասելուն ձին լկնեցուց, սուրը քաշեց ընկավ զորքի մեջ։ Աչուց օրեց, ձախուց օր թփեց, արուն էլավ չանդակ գլորեց, թե ինք 10 կջարդեր 100 լեզի ու ոտքը կջարդեր, էնպես ջարդ տվեց մելիքի զորքին, որ մեկ սավ կա 1000 չգա։ Ինչպես եղավ մի 40 տարեկան ծերունի, դուրս եկավ առանց զենքի գլուխ բաց, եղավ Դավիթի առաջին կանգնեց, աղաչեց. «Դավիթ ջան, գլխուտ արևուտ մեռնի, խնայիր այդ խեղճ զորքին, որ մեկու ջարա, որ նոր պսակվածա, որ մի տան սունա, որին զորովա բերի, մզի ինչ սուչ կա, մզի զորով բերող թակավորնա»։ Գնա ու նրա հետ զրուցա։ Ու Դավիթ խղճավորվավ, ջարդը վերջացուց զորքի։ Դավիթ քշից գնաց ուրցին, մելիքի չադրի դուր կայնավ, մելիք են վաղտ իմ ծեր էր։ Չադրի դուր կայնավ ասավ. «Մսրա թակավոր դուրս արի, թե մահ չունիս մահ իմ բերեր, թե գրող չունիս գրող իմ դարեր»։ Մելիք տեսավ Դավիթին, Դավիթի ձեռն, Դավիթի գուրզին, ահից դողաց ու ասավ. «Դավիթ ջան, համեցեք եկեք հանգստացեք, ապա ելնինք մեր գործենինք»։ Մելիք ասեց ու ուժով փչեց Դավիթ քամու հետ տաներ կորցներ, տեսավ Դավիթ ուրեն տեղ կայնածա։ Մսրամելիք հրաման արձկեց, որ իրեն քահել ծին բերին։ Ձին բերեցին ալբահալ, հագավ շորեր, կապեց զենքեր, նստավ ուր ձին գնաց մեյդան։ Սկսեցին մեյդանի մեջ երկու մարդիկ երթալ ու գալ։ Դավիթ ասավ. «Համի հերթ իմնա թե քումնա»։ Մելիք ասավ. «Ես մեծ եմ, հերթ իմնա»։ Ամենք 3 գուրզ իրար գթալենք, Աստված ընձի կիդա յաքզի։ Մելիք գնաց եկավ, գուրզ մի զարգեց Դավիթին, ինչեղ շուն օրնակ գետին պորտեց, ինչեղ 40 ջուղթ գմեշ լծես, գութան վարես, գետին պորտա, թոզ ու դուման երկինք բռնեց, բորրաց մելիք. «Դավիթ, դեռ կաս»։ Դավիթ ասավ. «Աստծով դեռ կամ»։ Մսրամելիք գնաց, եկավ, մեկ գուրզը էլ զարկեց Դավթին, նորից դեռ կա Դավիթ։ Մսրամելիք ձին մեկ էլ քշեց, ենտեղ մինչև 5 վերստի չափ, գնաց եկավ, գուրզը զարգեց, նորից Դավիթ մնաց ուր տեղ։ Համի հերթն եկավ Դավիթին։ Երբ որ Դավիթ գնաց, եկավ, որ պտի զարգա Մսրամելիքին, մելիքի քուր մեջ մտավ. «Դավիթ ջան, էդ մեկ զարկնձի բաշխի, չունքի քզի քուրութենի մերը»։ Դավիթ ասավ. «Մեկ զարկ բաշխեցի իմ քուրոջ»։ Մեկ լե գնաց, շուտով դարձավ, մելիքի մեր մեջտեղ եկավ Դավիթ ջան, «Ես մեկ զարգել ընձի բաշխի քզի շատ իմ մերութեներ է, շատ իմ պայ է»։
Էդ էլ բաշխեց ուրեն մորը, ու Դավիթը սավ հացն ու գինին տեր կենթանին, էդ մեկ զարգ մնաց մեկ աստված, օչոքին էլ չեմ բաշխի, չեմ իտա։ Մելիքի մեր մեգել է գավաղաչես Դավիթ ջան, գխնդրինք, 40 գազանոց հոր մի փորինք, մելիք իչունք մեջ բերան սարկինք, նոր դու քուքուր զարգիս։ Էդպես էլ երեցին, հոր փորեցին 40 գազանոց, մելիք իչուցին հորու մեջ, հորու բերան դրեցին 2 հատ ջաղջիկար։ Դավիթ գնաց, եկավ, քաշեց ուր գուրս, հիշեց բանցրիկ մարաթուխ աստվածածին, խաչ պադարակին օրուրաչ կողքին, գուրզեմ պես զարկեց հորու բերան, 2 ջաղջիկար ծագեց իջավ մելիքի գլխուն, օդքերից դուրս տվեց, մելիք բորած, դեռ կենթանի եմ, Դավիթը սավ քիչ մի քզի ժաշտ ուր, մելիք ուրեն ժաշտ տվեց, էլավ 2 կդոր։ Մենք խաբար տանք Քերիթորոսից։ Քերիթորոս, երբ որ տեսավ զորքի մեջ մարդ համտած կջարդին իրար, թմբուկ զարգեց կանչավը սավ տղեք, աստված մզի օգնեց, ելեք մի կողմից էլ մենք զարգենք, ու Քերիթորոս մեկ կողմից, Դավիթ էլ մյուս, զորք հմալ ջարդեցին, որ ստար չթողեցին, ջարդելով եկան դիպան իրար, Քերիթորոս ու Դավիթ երկուսն էլ առնի մեջ կորուկ հարց տվին իրար ուսին, սրենիմնա թե քումնա, Դավիթը սավ քումնա սրեն։ Քերիթորոս գնաց եկավ էնպես գուրս բիթալեց Դավիթին, գուրս չկավ Դավիթի ոտք, Քերիթորոս տեսավ, որ Դավիթ սաղ մնաց կայնավը սավ շան որդի, դու բիջիս, քու հերական մերականը սա, թե չէ մեգել գուրզին մեգել զարգին քզի շնսատակ կանեմ, Դավիթը սավ իմ հեր մհերնա, իմ մերլե գոհարնա, վայ իմ աշկեր կորնա Դավիթ ջան, դու իս, ես իմ ձերքով իմ աշկ պդի հանի, Քերիթորոս փաթթվավ, Դավիթի երեսներ պակեց, զորք բոլոր հավաքեց Դավիթ, ամբողջ զորքին ազատեց ըսավ, գնացեք ձեր տներ ու զորքի մնացած ապրանքներ, զենքեր, եղած, չեղած տարավ սասուն, Այն ժամանակ Դավիթ տիրեց Մսրահողին, Դավիթ եղավ 16 տարեկան։